Թուրքիայի մոտ եւս Վաշինգտոնյան հռչակագիրը որոշակի ուրեմն փոփոխություններ առաջացրեց, որտեղ այս պարագայում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կարևոր է Անկարայի քաղաքականության համար։ Իհարկե եղան քննադատություններ, եղան այնպիսի տեսակետներ, որ ԱՄՆ-ի ավելի լայն ներգրավմամբ Թուրքիան ռազմավարական պարտություն աստիճան կրում, որովհետև կամ հետընթաց է ապրում, որովհետև եթե նախկինում ինքը հիմնականում Ռուսաստանի եւ Իրանի հետ պետքա տարածաշրջանային հարցերը քննարկեր, ինչի մասին անդադ խոսում էին, եւ Թուրքիան նաեւ դեմ էր արտատարածաշրջանային ուժերի մեր տարածաշրջանի իրադարձությունների ներգրավվելուն։ Հիմա տեսեք եկել է Վաշինգտոնը, որի հետ իրանք ունեն բազմաթիվ խնդիրներ առնվազն եւ ստիպված են դա ընդունել եւ այստեղ մի շատ կարեւոր խնդիր էլ կա վերաբերում է Թուրքիայի ներքաղաքական կյանքին, որտեղ դրանից հետո հատկապես ընդդիմությունը անդադ նշում է, որ ոչ թե Թրամփը կամ նահանգները պետք է Էրդողանին ըստ էության Թուրքիայում կառավարելու լիազորությունը կամ իրավունքը տան, այլ ուրեմն Թուրքիայի ժողովուրդը։